Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում։ Միասին այսօր պատրաստելու ենք կարկանդակ մսով, շատ տապաղադրատոմս է, շատ լավ է ստացվում, շատ փափուկ և շատ համեղ։ Ուրեմն մեզ հարկավոր է միս, այսօր ինձ մոտ տավարի միս է 600 գրամ, դուք կարող եք վերցնել խառը, խոզի և տավարի, կարող եք վերցնել հավի կրծքամիս կամ հավի միս, որ մասը որ կուզեք, մի խոսքով կարևոր չէ մսի տեսակը։ Ինձ մոտ պանիր է 50 գրամ, յուրաքանչյուր պանիր կլինի, միայն հալվող լինի, ձեր սիրելի պանիրի տեսակը վերցրեք, սող, ուրեմն համեմունքներից ես վերցրել եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի փոքր կարմիր պղպեղ կծու, հատիկավոր պղպեղ կծու, ռեհան և աղ։ Այսքանը միայն միջուկի համար, սիրելի բարեկամներ։ Հիմա վերցրել եմ սովորական տապակ, բոլորդ էլ գիտեք միսը ինչպես ենք տապակում, այնպես որ միսը տապակենք ու անցնենք խմորի։ Բարեկամներ, երբ որ սոխը արդեն դառնում է թափանցիկ, ավելացնում ենք միսը։ Անընդհատ այսպիսի շարժումներով մանրացնում ենք միսը, մեզ հարկավոր է շատ մանր, համաչափ մանրացված միս։ Սա շատ կարևոր է, միջուկը լավ երգում է և շատ մանր է, գնդիկներ չեն մնում։ Անընդհատ խառնելուց հետո միսը այս տեսքն է ունենում, տեսնում եք գնդիկներ չկա և շարունակում ենք արդեն տապակելու։ Ուրեմն արդեն 7 րոպե ես տապակում եմ միսը, հիմա ավելացնում ենք համեմունքները։ Տապակելու ընթացքում տեսեք որքան ջուր է դուրս տվել մսից և մեզ այլևս հարկավոր չէ ջուր ավելացնել, որովհետև այս ջուրը արդեն կհերիքի միսը շատ լավ եփվելու համար։ Տեսնում եք, գնդիկներ չկա, ինչը որ հենց մեզ պետք է։ Այստեղ ես արդեն ավելացրի ռեհանը, դուք կարող եք ավելացնել ձեր սիրելի կանաչին թարմ, որ կանաչին, որ նախընտրում եք։ Դա արդեն ձեր ճաշակով, ուղղակի այսօր մեր խանութում թարմ ռեհան չկա։ Այդ պատճառով ես միշտ ունեմ չորացրած ռեհան և ավելացրի չորացրած ռեհան։ Հիմա պիտի շատ լավ եփի, որ արդեն զգում ենք, որ ջուր չկա այլևս, ավելացնելու ենք 50 գրամ պանիր կամ թթվասեր, ովքեր ինչ նախընտրում են, դա կարող են ավելացնել, որպեսզի արդեն պատրաստի վիճակում կտրելուց միսը չառանձնանա ու հատիկներով չթափվի։ Դա է հիմնական պատճառը պանիր ավելացնելու կամ թթվասեր, որը որ նախընտրում եք, սիրելի բարեկամներ։ Դեռ մի փոքր ջուր կա և ես հիմա կծածկեմ կափարիչով, որպեսզի մի փոքր էլ փակ վիճակում եփվի, վերջում կավելացնեմ պանիրը և միջուկը պատրաստ է արդեն։ Ջուրը արդեն չի երևում, քաշվել է բոլորովին։ Բարեկամներ, արդեն պատրաստվել է միսը,
ավելացնում ենք պանիրը։ Պանիրը քերիչով անցկացրել եմ, որպեսզի լավ ներվի մսի հետ։ Հիմա լավ խառնում ենք, արդեն պանիրը հալվում է և անջատում ենք։ Սա էլ մեր միջուկի վերջնական տեսքը, տեսնում եք։ Արդեն պանիրը շատ լավ հալվել է և միջուկը պատրաստ է։ Հարկավոր է լավ սառել, սենյակային ջերմաստիճանի պիտի հասցնենք բարեկամները։ Անցնում ենք խմորի, սիրելի բարեկամներ։ Ուրեմն մեզ հարկավոր է կաթ, ալյուր ձու, թթվասեր, շաքարավազ, փխրեցուցիչ և աղ։ Ուրեմն փխրեցուցիչը ավելացնում ենք թթվասերին և խառնում ենք։ Փխրեցուցիչը խառնելուց հետո թթվասերը ավելացնում ենք, լցնում ենք մեր ամենի մեջ։ Ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձուն, 2 ձու է մեզ հարկավոր և մի լավ խառնում ենք։ Ավելացնում ենք կաթը, սենյակային ջերմաստիճանի, խառնում ենք նորից, լավ խառնելուց հետո արդեն ավելացնում ենք ալյուրը մաղելով։ Առայժմ այսպիսի թույլ խմոր է, ավելացնում եմ երկրորդ բաժին ալյուրը և նորից շարունակում եմ խառնել։ Շատ լավ խառնելուց հետո, տեսեք, խմորը պիտի այսպիսի բաղադրություն ունենա։ Բարեկամներ, խմորը պատրաստ է, միջուկը նույնպես։ Հիմա ուրեմն ձևաման է, ես պատել եմ յուղաթղթով և սկսում ենք արդեն ձևավորել մեր կարկանդակը մսով պիրոգը, այսպես ասած։ Աչկաչափով կեսը ավելացնում ենք խմորի ձևամանի մեջ։ Այսպես։ Տարածում ենք։ Մի փոքր էլ ավելացնեմ։ Բարեկամներ, այս խմորի հետ դուք կարող եք վերցնել տարբեր միջուկներ, օրինակ ես շատ լավ գիտեմ, որ մսի հետ խառնում են նաև սունկ, բայց իմ ընտանիքի անդամները սունկով չեն սիրում, դա է պատճառը, որ ես միայն տավարի միս եմ այսօր վերցրել։ Հիմա միսը այսպես հավասար ձևով տարածում ենք խմորի վրա։ Որքան հնարավոր է հավասար տարածենք, որքան հնարավոր է հավասար ենք տարածում, որպեսզի կարկանդակը հավասար ստացվի։
նորից։ Բարեկամներիս պատրաստ է արդեն։ Հիմա թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով 40-ից 45 րոպե է պատրաստվում, իմ ջեռուցով իհարկե ձերը դուք տեղյակ կլինեք։ Բարեկամներ, պատրաստ է արդեն մեր մսով կարկանդակը, մսով պիրոգը, այսպես ասած, եւ ստացել ենք այսպիսի գեղեցիկ տաք է իհարկե դեռ կարկանդակ, շատ փափուկ է, շատ եւ շատ համեղ։ Դուք էլ պատրաստեք, որովհետեւ սա կարծես արագ պատրաստվող ուտեստ է, որը եւ նախաճաշ կարող է հանդիսանալ, եւ ընթրիք, եւ այսպես սառը վիճակում է շատ համեղ եւ տաք։ Հիմա կտրենք։ Մոռացա ասեմ, մինչ հանելը դեռ 10 րոպե կար, որ պատրաստ լիներ, ես մի փոքր պանիր արեցի վերևից, որպեսզի մի փոքր գեղեցիկ լինի, իհարկե պանիրը խրթան է, չորացել է, տեսնում եք, այսպիսի խրթան պանիր ունենք։ Շատ փափուկ ու շատ համեղ կարկանդակ ենք ստացել։ Սիրելի բարեկամներ, շատ լավ բաղադրատոմս է, շատ արագ է ստացվում, խնդրում եմ դուք էլ անպայման փորձեք ու համոզված եմ, որ անպայման հավանելու եք։ Սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։